Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, եթերում հարցնում է քաղաքացին հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Այսօր ձեր հարցերին կպատասխանեն ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը եւ նույն հանձնաժողովի անդամ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ Մինչ հարցերի պատասխաններին անցնելը ներքին գործերի նախարարը կներկայացնի վերջին շրջանում նախարարությունում եւ ենթակա ծառայություններում իրականացվող բարեփոխումների ընթացքը։ Խնդրեմ տիկին նախարար։ Շնորհակալություն, սիրելի քաղաքացիներ, հարգելի գործընկերներ, նախ շնորհակալություն եմ հայտնում նման ձևաչափով հանդես գալու հնարավորության համար։ Իրապես ամենօրյա աշխատանքային թոհուբոհում կարևոր է նաև շարունակելու ուղիղ երկխոսությունը մեր քաղաքացիների հետ եւ հասկանալու նաև ձեզ հուզող հարցերը եւ ըստ այդմ պլանավորելու մեր հետագա աշխատանքները։ Պիտի փաստեմ, որ ներքին գործերի նախարարությունը շուրջ 3 տարի է ինչ շարունակում է իր գործունեությունը եւ մեզ համար չափազանց կարևոր է շարունակել նախարարության ինստիտուցիոնալ զարգացման ճանապարհը եւ ըստ այդմ ուղի հարթել նոր հնարավորությունների եւ բավարարել այն ակնկալիքները, որի շրջանակներում Հայաստանի Հանրապետության քաղաքացին ունի նոր արդյունքներ տեսնելու, այսպես ասեմ, տրամաբանություն։ Մենք շարունակում ենք զարգացնել ներքին գործերի նախարարության կարողությունները եւ ձևավորել ներսից ամուր մշակույթ եւ ընդհանուր արժեհամակարգ ունեցող ինստիտուցիոնալ նոր կառույց, որն ունի միասնական առաջնահերթություններ եւ միասնական գործելավոճ։ Շատ կարևոր է, որ այս ինստիտուցիոնալ զարգացման ճանապարհին մենք շարունակում ենք նաև ենթակա բոլոր կառույցներում մեր ունեցած բարեփոխումների օրակարգերի իրականացումը եւ առաջին հերթին ուզում եմ անդրադառնալ ներքին գործերի նախարարության համակարգի կրթական բարեփոխումներին, որովհետեւ այն համոզմունքն ունեմ, որ բոլոր բարեփոխումների, բոլոր փոփոխությունների առանցքը կրթությունն է եւ վերափոխված նոր մոտեցումներով ծառայությունների մատուցումը։ Ըստ այդմ այս տարվա ընթացքում հասցրել ենք ձևավորել ներքին գործերի նախարարության միասնական կրթահամալիրը։ Այն իհարկե նոր շունչ եւ նոր ասելիք ունի ներքին գործերի նախարարության համակարգի կադրերի պատրաստման process-ի տեսանկյունից, որովհետեւ ճիշտ է մենք տարիներ շարունակ ունեցել ենք կրթական տարբեր հաստատություններ եւ ամենևին չենք ժխտում այն ժառանգություն, այն լավ դրական արդյունքները, որ ունեցել ենք այս կրթական հաստատությունների մատուցած ծառայությունների տեսանկյունից, բայց կարիք կա յուրաքանչյուր ժամանակին համահունչ ձևավորելու նոր մոտեցումներ եւ կրթական process-ը կազմակերպելու դրան համապատասխան։ Ըստ այդմ այս կրթահամալիրը նոր ոճով շարունակում է ներքին գործերի նախարարության համակարգի ոստիկանների, փրկարար ծառայողների, քաղաքացիական ծառայողների պատրաստման եւ վերապատրաստման process-ների կազմակերպումը եւ նաեւ ուզում եմ փաստել, որ այս բոլոր փոփոխությունները սիրելի քաղաքացիներ ի վերջո պիտի ազդեցություն ունենան հենց ձեզ վրա, որովհետեւ բարեփոխումները ոչ թե արհեստականորեն այս կամ այն լուծման իմպլեմենտացումն է, այլ այդ լուծումը այնպես մատուցելը, այնպես կյանքի կոչելը, որ դրանց արդյունքները զգաք նաև դուք։ Հետևաբար ներքին գործերի նախարարության կրթահամալիրի ձևավորումը ոչ թե կրթությունը որպես լավ ավանդույթ շարունակելն է, այլ կրթությունը կազմակերպել այնպես, որ ժամանակակից ոստիկանը, ժամանակակից փրկարար ծառայողը կամ ծառայություններ մատուցող քաղաքացիական ծառայողը կարողանա ձեզ մատուցել այն որակի ծառայություն, ինչին դուք իրապես արժանի եք։ Շարունակելով հանրային անվտանգության ոլորտի մեր բարեփոխումները, պիտի նշեմ, որ շարունակել ենք ոստիկանության ինստիտուցիոնալ զարգացման գործընթացը։ 4 հենասյունային ուղղություններն այլևս գործարկված են։ Նոյեմբերի 1-ից գործարկվել է ոստիկանության գվարդիան, որը հասարակական կարգի եւ անվտանգության ապահովման տեսանկյունից նոր, երաշխավոր եւ դերակատար է։ Եվ մեր բարեփոխումների տրամաբանական վեկտորը տանելու ենք այն ուղղությամբ, որ 4 հենասյունային ուղղությունները պիտի համախմբված կարողանան ամբողջ պոտենցիալով գործել եւ ծառայել Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, սպասարկելով անվտանգային տարբեր հարցեր։ Նշեմ, որ զարգացման իր ճանապարհը շարունակել է պարեկային ծառայությունը։ Գիտեք, որ այն հենասյունային առաջին ուղղությունն է, որը ձևավորվել է ոստիկանության կառուցվածքում։ Եվ ես ուրախությամբ պիտի փաստեմ, որ պարեկային ծառայությունը իր զարգացման գործընթացը շարունակում է ճիշտ ճանապարհով։ Ունենք մի շարք հանցագործություններ, որոնք բացահայտված են հենց պարեկների ներդրած ավանդի արդյունքում։ Եվ եթե նայենք ընդհանուր հանցավորության մեր պատկերը, շուրջ 11000 հանցագործություն բացահայտվել է կամ պարեկների կողմից, կամ պարեկների մասնակցությամբ։ Սևանա լճի էկոհամակարգի պահպանման տեսանկյունից եւս պարեկները մեծ ներդրում են ունեցել, բացահայտելով ապօրինի ձկնորսությանը վերաբերող մի շարք դեպքեր եւ նպաստելով էկոհամակարգի կայուն ձևավորմանը եւ պաշտպանությանը։ Պիտի նաև փաստեմ, որ պարեկային ծառայողների համար առաջին անգամ տարեկան վերապատրաստումները դարձել են պարտադիր։ Ինչու՞, որովհետև հենց ձեզանից ենք նաև ստացել այս պահանջը, քանի որ
տարվա կտրվածքով բարեկները շփվելով մեր հասարակության տարբեր շերտերի հետ կարող են մի շարք թերություններ ունենալ։ Մի շարք խնդիրներ կարող են ոչ ճիշտ կարգավորված լինել։ Եվ ըստ այդմ ձեզանից ստացած հետադարձ կապով տարբեր մտահոգությունները, այո, քննադատությունները նաև մեծ հիմք են տալիս տարեկան վերապատրաստումների շրջանակներում կատարելագործել մեր բարեկների հմտությունները եւ ըստ այդմ տարվա կտրվածքով կարգաբերել այն բոլոր խնդիրները, որոնք ընթացս արձանագրել ենք միասին։ Կարևոր եմ համարում, որ մենք շարունակել ենք հենասյունային երկու ուղղություններով եւս ճիշտ աշխատանք տանել։ Համայնքային ոստիկանությունը շարունակել է իր աշխատանքը նոր կառուցվածքով եւ կառավարման նոր մոդելով։ Իհարկե, համայնքային ոստիկանության դեպքում մի առանձնահատկություն ունենք։ Ծառայությունը պիտի շարունակի բեռնաթափվել ավելորդ ֆունկցիոնալից, որpիսի մենք մեր համայնքի բնակիչներին կարողանանք ավելի շատ ժամանակ հատկացնել, ավելի շատ շփվել մեր համայնքի բնակիչների հետ եւ ըստ այդմ խնդիրները լուծել ավելի օպերատիվ եւ արագ։ Եվ պատկերացնելու համար միայն նշեմ, որ տարեկան կտրվածքով 30,000-ից ավելի ծանոթագրեր է, որ համայնքային ոստիկանները ճակերտավոր առաքել են տարբեր հասցեատերերի։ Սա նշանակում է, որ այսքան ժամանակ սիրելի բնակիչներ չի հատկացվել համայնքի հետ աշխատանքին։ Իսկ այսօր արդեն այս ժամանակահատվածը կարողանում ենք հանգիստ տրամադրել մեր համայնքի բնակիչներին եւ քննարկել տարբեր մտահոգող հարցեր։ Կարևոր եմ համարում այն հանգամանքը, որ համայնքային ոստիկանության նկատմամբ վստահության նոր ցուցիչ ենք ինքներս մեզ համար արձանագրել։ Ինչպես պիտի փաստեմ, որ ընտանեկան բռնության դեպքերի շրջանակներում ավելի շատ են մեր բնակիչները սկսել ահազանգել ոչ թե տարբեր հասարակական կազմակերպությունների, ոչ թե ընտանիքի անդամներին, այլ հենց համայնքային ոստիկանին։ Սա կարևոր ցուցիչ է համայնք ոստիկան վստահության նոր մակարդակի նվաճման տեսանկյունից։ Եվ մենք հետևողականորեն շարունակելու ենք ավելի մեծ դաշտ բացել համայնքային ոստիկան քաղաքացի շփման համար։ Շարունակելով հենասյունային ուղղություններից քրեական ոստիկանության աշխատանքները, պետք է նշեմ, որ քրեական ոստիկանությունը տարբեր նեղ մասնագիտացում ունեցող ուղղությունների տեսանկյունից դրական ազդակներ ունի աշխատանքի։ Օրինակ, հանցավորության դեմ պայքարում կարևորագույն օղակ հանդիսացող թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում ունենք էական նվաճում։ 18%-ով աճել են բացահայտման ցուցանիշները թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի։ Ինչու է սա կարևոր։ Ոչ թե թմրամիջոցներն են շարունակում ահագնացող տեմպեր ունենալ Հայաստանի Հանրապետությունում, այլ լատենտային համարվող այս հանցագործության բնույթը նկատի ունենալով մենք կարողանում ենք օպերատիվ ճիշտ եւ գրագետ աշխատանքի արդյունքում բացահայտել այսպիսի դեպքերը։ Եվ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրկնակի ավելի կիլոգրամ թմրամիջոց են կարողացել առգրավել եւ դուրս բերել շրջանառությունից։ Վստահ եմ հետևել եք մեր աշխատանքներին եւ տեղյակ եք, որ քրեական ոստիկանության աշխատանքի տեսանկյունից մենք մեր աշխատանքները կենտրոնացրել ենք ներմուծման եւ արտադրման շղթան կոտրելու տրամաբանության վրա։ Այսինքն կենտրոնանում ենք մեծ խմբականակների վրա, որպեսզի հետագայում շատ ավելի ջանք եւ ռեսուրս չվատնենք փոքր խմբականակների հայտնաբերման ուղղությամբ։ Եվ հենց այս տրամաբանությամբ է, որ մենք կարողացել ենք 416 կիլոգրամ թմրամիջոց իրավապահ համակարգի համատեղ ջանքերի արդյունքում դուրս բերել ընդհանուր շրջանառությունից։ Իհարկե, մեր նպատակը նաև ապօրինի հանքարդյունաբերության եւ ապօրինի ձեռնարկատիրության այլ դրսևորումների բացահայտումն է եւ պետության եւ համայնքին պատճառված շուրջ 25 միլիարդ դրամի վնասի հասնող դեպքերը, որ հենց քրեական ոստիկանությունը այս տարվա կտրվածքով կարողացել է բացահայտել։ Եվ այսպես շարունակ։ Բնականաբար մեր թիրախում են նաև ոստիկանության տարբեր, այսպես ասեմ, ենթաճյուղերի աշխատանքի կատարելագործման ուղղությունները եւս եւ ընթացիկ տարում մենք թիրախավորել ենք հանցավորության վիճակագրության թեման։ Շատ կարեւոր է, որ մենք ճիշտ փաստեր ունենանք, որի հիման վրա կարողանանք քաղաքականություններ մշակել։ Եվ ըստ այդմ այս տարվա կտրվածքով ձևավորելու ենք ներքին գործերի նախարարության միասնական հետազոտական գրասենյակ, որը կկարողանա փաստական տվյալներ մատակարարել ոստիկանության տարբեր ուղղությունների եւ ըստ այդմ վստահ լինենք, որ այն քաղաքականությունը, որը նախարարությունը կմշակի կառավարության անունից, ապացուցահեն է, փաստահեն է եւ իզորու է երկարաժամկետում ավելի մեծ արդյունքներ ապահովել մեր քաղաքացիների համար։ Անդրադառնալով աղետների ռիսկի կառավարման թեմային, պետք է նշեմ, որ մենք ունենք ընթացիկ մշակված ռազմավարություն, որն արդեն իմպլեմենտացման շրջանակներում է։ Աղետների ռիսկի կառավարման նոր այս ռազմավարությունը մի նպատակ ունի՝
ստեղծել դիմակայուն անվտանգ Հայաստան։ Եվ այստեղ անելիք ունենք բոլորս, թե պետական մարմինները, թե քաղաքացիները։ Եվ շատ կարևորում եմ այն հանգամանքը, որ մենք ընթացիկ տարում մեծ ուշադրություն ենք դարձրել վարքագծային կանոնների ամրապնդմանը հասարակության շրջանում։ Մի շարք իրազեկման միջոցառումներ ենք իրականացրել, որպեսզի մեր քաղաքացիները վստահ լինեն, թե ինչպիսի իրավիճակում, ինչպիսի վարքագիծ է ակնկալվում իրենցից, որպեսզի վնասը հնարավորինս նվազ լինի։ Իհարկե, արագ արձագանքման տեսանկյունից կարևոր է փրկարար ծառայության օպերատիվ եւ գրագետ արձագանքը տարբեր իրավիճակներում։ Ես մեծ ուրախությամբ պիտի փաստեմ, որ ընթացիկ տարում բավական դրական արձագանքներ ենք ստացել մեր քաղաքացիներից փրկարար ծառայության աշխատանքի տեսանկյունից։ Իհարկե, սա մեծ, այսպես ասեմ, մոտիվացիա է տալիս ավելի ամրապնդելու փրկարար ծառայության կարողությունները եւ ամրապնդելու այն լավ ավանդը, որն այս պայծրությամբ արդեն իսկ նվաճված է։ Փրկարար ծառայության կարողությունների զարգացման տեսանկյունից մշակվել եւ հանրապետության վարչապետի գլխավորությամբ կայացած քննարկման շրջանակներում հաստատվել է փրկարար ծառայության զարգացման նոր հայեցակարգը։ Այն հիմքում ունի երկու հիմնական առանցք։ Առաջինը փրկարար ծառայության ծառայողների կարողությունների զարգացումն է, այդ թվում նյութատեխնիկական հագեցվածության ամրապնդումը։ Իսկ երկրորդ ուղղությունը, որ ես արդեն իսկ նշեցի, դա հենց ձեր սիրելի քաղաքացիներ անվտանգային մշակույթի ձևավորումն ու ամրապնդումն է, որովհետև այստեղ պիտի ունենանք ձեռքսեղմում, որպեսզի կարողանանք ավելի լավ անվտանգային մշակույթ երաշխավորել աղետների ռիսկի կառավարման տեսանկյունից։ Անդրադառնալով հանրային ծառայությունների ոլորտին, պիտի նշեմ, որ միջնաժամկետ եւ երկարաժամկետ կտրվածքներում կայուն արդյունքներ ձեռք բերելու նպատակով շարունակել ենք նախարարության ենթակայությամբ գործող միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության կատարելագործման աշխատանքները։ Ընթացիկ տարում բազմաթիվ բողոքներ ենք ստացել անձնագրերի որակի, մատուցվող ծառայությունների որակի հետ կապված, բազմաթիվ հարցեր են հնչել նաև բիոմետրիկ համակարգի ի վերջո ներդրման տեսանկյունից։ Այս բոլոր մտահոգությունները, սիրելի քաղաքացիներ, շատ ողջամիտ են եւ շատ տեղին։ Հենց այս տրամաբանության մեջ է, որ մենք ընթացիկ տարում ավելի շատ ենք լծվել այս ոլորտի խնդիրները լուծելու աշխատանքին։ Բիոմետրիկ համակարգի ներդրման տեսանկյունից ես վստահեցնում եմ, որ 2026 թվականի երկրորդ կիսամյակին դուք կտեսնեք նոր որակի բիոմետրիկ փաստաթղթեր եւ կկարողանաք շատ ավելի արժանապատիվ կերպով ճամփորդել եւ ձեր կենսագործունեությունը վարել Հայաստանի Հանրապետության տարածքում։ Երկրորդ կարևոր ուղղությունը, որը թերևս ես ամենակարևորն եմ նաեւ դիտարկում հանրապետության կտրվածքով, դա բնակչության պետական ռեգիստրի ստեղծումն է եւ գործարկումն է նոր տրամաբանությամբ։ Առաջին հայացքից բնակչության պետական ռեգիստր անվանումը մեր քաղաքացիներին կարող է թվալ հերթական պլատֆորմը, հերթական հարթակը, որի շրջանակներում այս կամ այն տեղեկատվությունը կարող է գեներացվել։ Բայց սիրելի քաղաքացիներ, այս ռեգիստրը մեր միակ եւ ճշմարիտ աղբյուրն է Հայաստանի Հանրապետության բնակչության վերաբերյալ։ Եվ տարիներ շարունակ, երբ որ ձեզ տարբեր ծառայություններ մատուցելիս ուղղորդում ենք այս կամ այն պետական մարմիններ, չնայած որ դուք շատ լավ գիտեք, որ այդ տեղեկատվությունը պետությունն արդեն իսկ ունի, մենք չենք կարողանում ի վերջո մի աղբյուրից ձեզ մատուցել այնպիսի ծառայություն, որին դուք արժանի եք։ Բայց բնակչության պետական նոր ռեգիստրը, որն առաջիկայում կգործարկվի, թույլ կտա անվերջ ուղղորդման այս ցիկլը ի վերջո կտրել եւ դուք կկարողանաք լինել ձեր տվյալների միակ տնօրինողը, մտնել համապատասխան կայք, տեսնել թե ձեր վերաբերյալ ինչպիսի տվյալներ կան կուտակված, եթե կարիք կա այդ տվյալները թարմացնելու, հայտ ներկայացնել, համապատասխան տեղեկանքներ ստանալ եւ նաեւ անվերջ տեղեկանքներ ստանալու պրակտիկան եւս վերացնել այսպիսով։ Կարևոր նվաճում է ընթացիկ տարում նաև վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում գործողությունների ծրագրի հանձնումը հայկական կողմին։ Որպես հայկական կողմի գլխավոր բանակցող ուզում եմ վերահաստատել իմ եւ նախարարության հանձնառությունը ամենակարճ ժամկետում հասնելու վիզաների ազատականացմանը Հայաստանի Հանրապետության համար եւ ապահովելու ըստ այդմ ավելի արժանապատիվ ճամփորդության պայմաններ դեպի Եվրոպական միության տարբեր երկրներ։ Սիրելի քաղաքացիներ, իհարկե ես կարող եմ անվերջ շարունակել ներքին գործերի նախարարության համակարգի բարեփոխումների շրջանակներում իրականացված քայլերը, բայց այստեղ կանգ կառնեմ եւ նորից կցանկանամ վերահաստատել եւ վստահեցնել, որ մեր բոլոր փոփոխությունները միտված են հենց ձեր կյանքի որակի ավելի լավարկմանը եւ ամեն պահի, երբ որ մենք ցանկանում ենք նոր արդյունքները քննարկել կամ վերլուծել, հենց այս պրիզմայով են անցկացվում բոլոր փոփոխությունները եւ ըստ այդմ մենք կարողանում ենք վստահ լինել, որ այն ինչ որ իրականացվում է նախարարության կողմից ճիշտ է կամ որևէ տեղում շտկման կարիք ունի եւ առաջ շարժվել ըստ այդ տրամաբանության։ Շնորհակալություն։ Շնորհակալություն տիկին նախարար, անցնենք տեսահարցերին, խնդրեմ առաջին տեսահարցը։ Բարև ձեզ, Մարկարյան Անուշավան, տիկին նախարար,
Շնորհակալություն հնարավորության համար։ Անձնագրի էջերը պոկվում թափվում են։ Մի քանի շաբաթ առաջ ենք ստացել։ Առաջի էջի վրայի կերպը արդեն ջնջվել է։ Կլինի մի օր, որ մենք նորմալ անձնագրեր ստանանք։ Սիրելի քաղաքացի, նախ եւ առաջ, եթե ես ճիշտ նկատեցի, հորդորում եմ ամրակապված վարել, որովհետև դա առաջին հերթին բխում է ձեր անվտանգությունից։ Անդրադառնալով հիմնական հարցադրմանը պիտի փաստեմ, որ կենսաչափական համակարգի ներդրման ուղղությամբ, ինչպես նշեցի, մենք բավական մեծածավալ աշխատանքներ ենք տարել եւ այո, լիարժեք ճիշտ եք ներկայացնում պատկերը, ունենք անձնագրի որակի, տպագրման ընթացքի, տպագրման տեխնոլոգիայի հետ կապված բազմաթիվ խնդիրներ, այս պահին անկեղծորեն պիտի փաստեմ, որ շատ ցածրորակ համակարգ ունենք որպես այդպիսին, նաեւ ենթակառուցվածք, ինչը տասնյակ տարիներ այս համակարգում ռեալ եւ կայուն ներդրում չանելու հետևանք է որպես այդպիսին եւ մենք ստանձնել ենք այդ հանձնառությունը ի վերջո ներդնելու Հայաստանի Հանրապետությունում բիոմետրիկ նոր համակարգ։ Ունենք արդեն մասնավոր գործընկերոջ հետ կնքված պայմանագիր, մասնավոր գործընկերը ֆրանսիական Ingroup ընկերությունն է, որն արդեն իսկ Հայաստանում հիմնադրել է Hypass փակ բաժնետիրական ընկերությունը եւ գործադիր տնօրենը իր թիմով մեզ հետ շատ սերտ աշխատում է, որպեսզի մենք կարողանանք մեր խոստացած ժամկետում, այն է 2026 թվականի երկրորդ կիսամյակին մատուցել այս ծառայությունները մեր քաղաքացիներին։ Պետք է նշեմ, որ այս ուղղությամբ մենք արդեն իսկ իդենտիֆիկացրել ենք այն անձնագրային գրասենյակները, որոնք կբացվեն թե Երևանում, թե Հանրապետության բոլոր մարզերում։ Ընդ որում ես ուզում եմ նաև ներկայացնել ընթացքը այս աշխատանքի։ Շատ հաճախ, երբ որ մենք մտնում ենք տարբեր անձնագրային գրասենյակներ, նկատում ենք, որ փոքր տարածքներ են, լուսավորության ոչ բավարար մակարդակ ունեցող տարածքներ են, կամ վթարային տարբեր շենքեր են, մատուցվում է ոչ այն որակի ծառայություն, ինչին դուք արժանի եք։ Եվ այս բոլոր հանգամանքները մենք մանրակրկիտ կերպով ուսումնասիրում ենք եւ փորձում ենք այնպիսի գրասենյակներ եւ այնպիսի նաեւ ծառայություն ձևավորել, որպիսի անձնագրային համակարգի ցածրորակ աշխատանքի այս էջը ի վերջո կարողանանք փակված համարել Հայաստանի Հանրապետությունում։ Ընտրվում են այնպիսի գրասենյակներ, որոնք հարմարավետ կլինեն, վստահեցնում եմ ձեզ, մատուցվող ծառայությունների տեսանկյունից եւ մենք կկարողանանք այո միասին արձանագրել, որ ունենք Հայաստանի Հանրապետությունում հանրային ծառայությունների մատուցման լիովին նոր ստանդարտ, որը կլինի օրինակելի ցանկացած հանրային ծառայության տեսանկյունից։ Նշեմ, որ Երևանում գործող երկու առևտրային համալիրներում, մոլերում կունենան գրասենյակներ, ինչը եւս նոր կասի հանրային ծառայությունների մատուցման տեսանկյունից եւ կարծում եմ, որ գնումներ կատարելիս կամ ցանկացած տեղում, եթե մոտ եք տվյալ մոլին, կարող եք հանգիստ մտնել եւ կարողանաք ստանալ ձեզ մատուցվող ծառայությունը։ Ընդ որում նաեւ բոլորը մեկում ծառայություն եւս ունենք, որտեղ որ կկարողանաք ինքնուրույն սպասարկվել եւ հայտեն ուղարկել արդեն համապատասխան որոշման կայացման տեսանկյունից։ Գրասենյակները կլինեն լիովին նոր, նաեւ երեխաների համար նախատեսված խաղային զոնաներ եւս կունենանք, որպիսի մայրիկները կամ հայրիկները, որոնք որ ծառայություն մատուցելիս կկարողանան այցելել այնտեղ երեխաների հետ, երեխաները եւս կարողանան ունենալ օգտակար զբաղվածության համար նախատեսված սպասասրահ եւս այս տեսանկյունից։ Կարծում եմ, որ այն աշխատանքը, որն այս պայծրությամբ մասնավոր գործընկերոջ հետ մենք կատարում ենք, դուք եւս կկարողանաք առաջիկայում համոզվել, որ իրականում ոչ թե մենք խոսում ենք հերթական որևէ փաստաթղթի ձևավորման եւ տրամադրման մասին, այլ այն նոր խոսք է Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար։ Եվ նաեւ մենք սրան զուգահեռ այս միտքը ամրապնդելով աշխատում ենք նաև գեղարվեստական լուծումների վրա, ինչու, որովհետև մեզ համար կարևոր է, որ մեր քաղաքացիները թերթելով անձնագիրը կարողանան հարազատության զգացում ունենալ եւ կապը քաղաքացի-պետություն կարողանանք ավելի ամրապնդել եւ նոր որակ հաղորդել այս հարաբերություններին։ Եվ ամփոփելով ուզում եմ նշել, որ այո, անձնագրերի որակի հետ կապված նոր ստանդարտներ ունենալու ենք, անկեղծորեն ընդունել ենք, որ արկա համակարգը չի բավարարում որևէ մեկի սպասումներին եւ 2026 թվականի երկրորդ կիսամյակին արդեն կունենանք նոր համակարգը տեղում եւ մեր քաղաքացիներին սպասարկման ունակ։ Ես ավելացնում մի բան, որ քաղաքացու հնչեցրած մտահոգությունը վերաբերվում է տվյալ պահին ստացած անձնագրի հետ։ Նախարարը նշեց, որ համակարգը շատ հնացած է եւ ներդրումներ չլինելու պարագայում։ Իհարկե մեր նպատակը բիոմետրիկ անձնագրեր ունենալն է եւ դա մենք կունենանք, որտեղ դա նաեւ վիզաների ազատականացման համար անհրաժեշտ պայմաններից մեկն է լինելու եւ դա կլինի։ Դա մրցույթը հայտարարված է, մրցույթը հաղթող ունի եւ այդ ճանապարհով մենք կգնանք։ Շնորհակալություն, անցնենք երկրորդ տեսահարցին։
Ես Արմինե Անտոնյանն եմ, Լոռու մարզից, ողջունում եմ ձեզ տիկին նախարար, ես անչափահասի տատիկ եմ և խոսքս հենց անչափահասների մասին է, վերջերս ականատես եղան Նոյեմբերյանի դպրոցում դաժան ծեծի, հետո տարբեր դպրոցներում երեխաների ձեռքբերումների կամ ձեռքերի մասին, արդյոք նման իրավիճակ է մեր երկրում և ինչ պետք է անել, որ չլինի նման իրավիճակ, միգուցե մենք էլ անելիք ունենք։ Շնորհակալություն շատ կարևոր հարցադրման համար։ Իրականում ես ուզում եմ նախ եւ առաջ մի կարևոր փաստ արձանագրել։ Հայաստանի Հանրապետությունում համատարած կերպով անչափահասների կողմից հանցագործություններ չեն կատարվում։ Սա շատ հստակ է եւ ես ուզում եմ, որ մենք տարբեր դեպքեր կամ դրանց ինտենսիվությունը նկատի ունենալով որևէ ժամանակահատվածում չանենք ընդհանուր ձևակերպումներ եւ ընդհանուր գնահատականներ չտանք, որովհետեւ գերակշիռ մեծամասնությունը մեր անչափահասների եւ երիտասարդների փայլուն կերպով ստանում է կրթություն, շարունակում է ինքնազարգացման եւ ընդհանուր առմամբ զարգացման վրա աշխատել իր եւ նմանատիպ գնահատականները հավաստիացնում են, որ ապամոտիվացնում են շատ հաճախ մեր անչափահասներին շարունակելու իրենց ճանապարհը եւ նորանոր արդյունքներ նվաճելու։ Սա առաջին արձանագրումը, որն ուզում եմ, որ մենք անընդհատ ինքներս մեզ համար առնվազն փաստենք եւ ըստ այդմ մեր հետեւությունները տարբեր առանձին դեպքերի մասով անենք ողջամիտ կերպով։ Երկրորդը, այո, առանձին դեպքեր կան, որտեղ որ իրականում մենք մտահոգող տարբեր պատկերներ ունենք։ Ես չեմ ուզում առանձնացնել տարբեր դպրոցներ, որովհետև չեմ ուզում նաև թիրախավորել որոշակի դպրոցների, այլ ուզում եմ արձանագրել, որ այո, որոշ իրավիճակներում մենք ունենք խնդիրներ, որտեղ որ աշխատանքի կարիք կա։ Բայց ուզում եմ հետևյալ տրամաբանությամբ անդրադառնալ այս հարցադրմանը։ Առաջին հերթին շատ կարևոր է, որ մենք չվերաբերենք անչափահասների կողմից կատարվող տարբեր խնդիրներին կամ թերացումներին կամ տարբեր իրավախախտումներին կամ հանցանքներին այնպես, կարծես դրանք փոքր խնդիրներ են եւ դրան չարժե որևէ ուշադրություն հատկացնել։ Այլ հակառակը, ցանկացած խնդիր, որը տվյալ իրավիճակում կարող է ի հայտ գալ, մենք պիտի մեծ ուշադրության կենտրոնում պահենք եւ կարողանանք վստահ լինել, որ խնդիրը հաղթահարված է եւ հետագայում ավելի լուրջ իրավիճակներ չենք ունենալու։ Եվ բայց ինչ ենք տեսնում մենք պրակտիկայում։ Մենք պրակտիկայում տեսնում ենք, որ այո, շատ հաճախ խրախուսվում է տարբեր վարքագիծ անչափահասների կողմից եւ ի վերջո ունենում ենք պատկեր, որ ունենում ենք ծեծկրտուկ, մարմնական վնասվածքների պատճառում եւ այսպես շարունակ։ Բայց շատ կարևորում եմ այն հանգամանքը, որ շղթայում ներգրաված բոլոր դերակատարները ճիշտ ռեակցիա տան կոնկրետ իրավիճակին։ Նկատի ունեմ ընտանիքին, նկատի ունեմ դպրոցին, նկատի ունեմ սոցիալական ծառայություններին, նկատի ունեմ իրավապահ համակարգին, նկատի ունեմ հարության մյուս շերտերին, որոնք որ այս կամ այն կերպ կարող են առնչվել տվյալ հարցին։ Ինչու եմ առանձնացնում այս շերտերը եւ այս խմբերին, որովհետեւ շատ կարեւոր է, որ ընտանիքը չհամարի, որ այս դեպքը կարող է ընտանիքի հեղինակության վրա ազդող որևէ գործընթաց հանդիսանալ եւ ըստ այդմ դեպքը թաքցվի իրավապահ համակարգից։ Նույն կերպ նաեւ դպրոցի հետ է խնդիրն ի հայտ գալիս, որովհետեւ շատ հաճախ մենք նկատում ենք, որ դպրոցի տնօրինությունը կամ դպրոցական ուսուցչական անձնակազմը չի բարձրաձայնում խնդրի մասին, խնդիրը չի հասանելի դարձնում իրավապահ համակարգին այն պատճառով, որ ուղղակի դպրոցի հեղինակազրկման կամ դպրոցի պիտակավորման հետ կապված վախեր կամ մտահոգություններ կան։ Սիրելի քաղաքացիներ, խոսքս ուղղում եմ բոլոր խմբերին այս տեսանկյունից, ինչ որ թվարկեցի։ Մենք ցանկացած խնդիր պիտի լուծենք միասին։ Ցանկացած խնդրի բարձրաձայնումը շատ ավելի կարևոր է, քան խնդրի քողարկումը եւ ըստ այդմ խնդրի ավելի մեծացումը որպես այդպիսին։ Ես ընթացիկ տարում արդեն հասցրել եմ 9 միջնորդագիր ուղարկել Կրթության, Գիտության, Մշակույթի եւ Սպորտի նախարարին։ Անցած տարի այս թիվը ընդամենը 3-ն էր։ Ինչու եմ ուզում հատկապես այս թվի վրա ուշադրություն կենտրոնացնել, որովհետև ես այն համոզմանն եմ, որ ներքին գործերի նախարարը պետք է շատ ավելի զգոն վերաբերի այն իրավիճակներին, երբ որ դպրոցի ուսուցչական անձնակազմը, դպրոցի տնօրինությունը իմանալով դեպքի կատարման մասին չի բարձրաձայնում եւ ինֆորմացիան հասանելի չի դարձնում իրավապահ համակարգին։ Կրկին, սա չի թիրախավորում որևէ դպրոցի։ Սա պարզապես միտում ունի բարձրացնելու մեր պատասխանատվության զգացումը եւ ստիպելու, որպեսզի դպրոցները կարողանան ցանկացած տեղեկատվություն հասանելի դարձնել իրավապահ համակարգին եւ տեղ թողնեն արդեն իրավապահ համակարգի աշխատանքի համար։ Ես շարունակելու եմ այս գործելավոճով աշխատանքը եւ վստահ եմ, որ Կրթության, Գիտության, Մշակույթի եւ Սպորտի նախարարը, գործընկերս Տիկին Անդրեասյանը եւս այն համոզմանն է եւ այն մոտեցումն է կիսում, որ այս խնդիրները պիտի բարձրաձայնվեն եւ մենք այս
խնդիրներին պիտի համատեղ կերպով լուծումներ տանք։ Այստեղ կարևոր է համընդհանուր, այսպես ասեմ, մոտեցումներով խնդրի լուծմանը գալը, որովհետև միայն ընտանիքը առանձին վերցրած, միայն դպրոցը առանձին վերցրած, միայն իրավապահ համակարգը առանձին վերցրած չեն կարող հասնել խնդրի լուծմանը։ Եվ հետևաբար ցանկացած ազդակ, որը որ կա, մենք պիտի միասին քննարկենք եւ կարողանանք խնդրի լուծմանը գալ։ Այնպես որ այստեղ պատկերացնում եմ միախմբված աշխատանք, համատեղ ջանքերի ներդնում, որպեսզի մենք կարողանանք առաջիկայում վստահ լինել, որ մենք գնում ենք կանխարգելման հետևից, այլ ոչ միայն պիտակավորում ենք որևէ անձի կամ միայն գնում ենք դեպի պատժելու ճանապարհով։ Այստեղ ես ուզում եմ նաև մի խնդրի անդրադառնալ, երբ նույն ձեր մատնանշած օրինակը կամ մեկ այլ օրինակ մեդիադաշտում տարբեր տեսանյութերի տեսքով տարածվում է եւ դառնում հանրային քննարկման առարկա, իհարկե հանրային քննարկումը չափազանց կարեւոր է այս իրավիճակներում, բայց ես կարևորում եմ նաև այն հանգամանքը, որ այն անչափահասները, որոնք կամ կատարող են, կամ զոհ են տվյալ իրավիճակի, չդառնան թիրախավորման եւ պիտակավորման սուբյեկտ որպես այդպիսին։ Ընդհուպ մինչև համացանցում տարածվում են այնպիսի գրառումներ, որ ընտանիքի անդամների տվյալներն են արդեն իդենտիֆիկացում, փորձում են հաշվեհարդար տեսնել ընտանիքի անդամների հետ, սա ծայրահեղ վատ մոտեցում է, որևէ ձևով չարդարացված մոտեցում է, եւ ես ուզում եմ, որ մենք զգույշ լինենք այս հարցերի քննարկումից եւ հանրային տիրույթում հարցերը քննարկենք պահպանելով երեխայի լավագույն շահը եւ հանրային անվտանգության այն սկզբունքները, որոնք որ պիտի բոլորս հարգենք հանրային տիրույթում այս կամ այն հարցը քննարկելիս։ Նաեւ ուզում եմ փաստել, որ տեսանյութի տարածմամբ չէ, որ իրավապահ համակարգը զբաղվում է այս խումբ իրավիճակների քննությամբ եւ դրանց բացահայտմամբ։ Տեսանյութերի տարածումից շատ ավելի վաղ, որ մենք իմանում ենք դեպքի մասին, ընդ որում օպերատիվ աշխատանք իրականացնելու արդյունքում ենք իմանում դեպքի մասին, հետամուտ ենք լինում, որպեսզի դեպքը ամբողջ ծավալով բացահայտվի, եւ եթե կա պատասխանատվության վրա հասնելու գործիքակազմ, այդ պատասխանատվությունը վրա հասնի։ Բայց նորից եմ ուզում շեշտել, մեր քաղաքականությունն այն է, որ պիտի աշխատենք նաեւ հենց այդ անչափահասի հետ եւ կարողանանք վարքագծի շտկում ունենալ եւ չտանենք դեպի ավելի վատ հետևանքների, որը որ կարող է բերել կրկնահանցագործության կամ այլ բացասական հետևանքների։ Շնորհակալություն։ Նախարար նշեց, որ համատարած բնույթ բնականաբար դա չի կրում, բայց դպրոցը պետք է շեշտել, որ սովորելու համար է։ Եվ եթե դպրոցում ցես կրտուկներ ա լինում, դա պետք է հետևանք չունենա, ծանր հետևանքներ պետք է չունենան։ Կարող է վեճեր առաջանան, բայց այդ վեճերը դպրոցը պետք է արդի, իսկ վեճերի հեղինակները պետք է նայել, այնտեղ վեճի մեջ բռնկվողները ինչպիսի ոնց են հասել դրան։ Վերջերս նկատեցիք, որ մենք մեր օրենքների մեջ շտկել ենք, որ դպրոցական հասակի երեխաները պետք է սառը զենք իրենց հետ չկրեն, որտեղ շատ դեպքերում սառը զենքը վերցրած գնում են դպրոց կամ այլ գործիքներ են ունենում, այլ պարագաներ, ոչ կրթական պարագաներ դպրոց մտնելուց։ Իհարկե դպրոցը ընտանիքը շատ անելիք ունի, նախարար նշեց այդ մասին, բայց նաև պետք է կրթական, բուռն պրոցեսները պետք է կլանեն մեր աշակերտներին կենտրոնալ կրթության վրա, երբ որ նրանք կրթությունից բացի այլ ժամանակ եւ հետաքրքրություններ ունենում, կռիվը կարող է ձևավորվի դպրոցում եւ դպրոցից դուրս դա վերածվի ծանր հետևանք ունեցող մի գործընթացի։ Ուզում եմ ասել, որ ոստիկանությունը չի, որ միայն պետք է պատասխան տա տվյալ երևույթի համար, նախարարը նաև կրթական համակարգի եւ ոստիկանության սերտ կապերի մասին մենք անչափահասների գծով տեղական մարմիններ ունենք, որոնք նաև պետք է վիճակագրություն պահեն, թե այդ տարեկի երեխաներից ակտիվ այն երեխաները, որոնք կրթությունից բացի այլ հետաքրքրություններ ունեն, գուցե նրանց հետաքրքրությունները պետք է տանեն դեպի սպորտ, դեպի այլ միջավայր, որպեսզի պարպվի այդ էներգիան, որը կարող է վերածվի մի չնչին բանից մի կաթիլ մեղր դառնա, եւ այդ մի կաթիլ մեղրը ճակատագրեր խեղեն, որի իրավունքը մենք չունենք։ Կուզենայի մի անգամ եւս ակցենտավորել եմ, որ ներքին գործերի նախարարությունը օրինագիծ էր բերել ու փաստացի արգելվեց ու եթե չեմ սխալվում քրեական թե վարչական պատասխանատվություն նախատեսվեց անչափահասներին սառը զենքի նմանվող առարկաների վաճառքի համար, ինչը չափազանց կարևոր է, քանի որ առաջ այս դաշտը այդքան էլ կարգավորված չէր ու անչափահասները փաստացի տարբեր խանութներով, on-line shop կոչվածներով կամ նույն ֆիզիկական խանութներից կարողանում էին գնել սառը նմանվող առարկաներ ու դա փաստացի այդքան մեծ պատասխանատվություն չէր առաջացնում դա վաճառողի համար ու
լինում էին նաև դեպքեր, որոնք որ ունենում էին ողբերգական հանգուցալուծում, ու սա չափազանց կարևոր քայլ էր, որ եթե նույնիսկ միջադեպը տեղի է ունենում, ապա դրա ողբերգական ելքի հնարավորությունը շատ ավելի փոքրանում է, եթե անչափահասներից եւ ոչ մեկի մոտ սառը զենքի նմանվող առարկա չկա, բայց այստեղ կուզենայի նորից վերընկցել պարոն Քոչարյանի ասածը, որ ընդհանուր այն միջավայրը, որում որ կենսագործունեությունն է ծավալում անչափահասը մեծագույն նշանակություն ունի։ Ոստիկանությունը եւ ներքին գործերի նախարարությունը իրավապահ համակարգը առհասարակ բնականաբար կա եւ նրա ներկայությունը պիտի շոշափելի լինի, բայց միևնույնն է, առաջին հերթին առաջին օղակը անչափահասի հետ շփման դա ընտանիքն է, երկրորդ օղակը դա կրթական միջավայրն է։ Ու այստեղ պիտի նորից խնդրենք մեր քաղաքացիներին, ծնողներին հատկապես շատ մեծ ուշադրություն դարձնել անչափահաս իրենց զավակներին, նրանց կենսագործունեության շրջանակին են, թե ինչ հետաքրքրություններ ունեն, ինչով են հետաքրքրվում, ինչ շրջապատում են, որտեղ են գտնվում, երբ որ տանը չեն, ինչ հետաքրքրություններ ունեն, նույնը նաև դպրոցներում։ Վստահեցնում եմ ձեզ, որ փոքրինչ հավելյալ ուշադրությունը 10%, 20% հավելյալ ուշադրությունը կօգնի, որպեսզի հեռու պահենք անչափահասներին այնպիսի միջավայրից, որտեղ որ ինչ-որ մի փորձանքի կարող է հանդիպեն։ Շնորհակալություն, դիտենք մեր երրորդ տեսահարցը։ Բարև ձեզ։ Ես Անդրանիկն եմ Պողոսյան, Մասիս համայնքից։ Մի հարց եմ ուզում ուղղել ձեզ։ Անընդհատ խոսվում է վիզաների ազատականացման մասին, որ Շենգեն գոտի կարող ենք մուտք գործել առանց վիզայի։ Ի վերջո երբ է դա լինելու։ Երբ կարող ենք մեկնել Եվրոպա առանց վիզայի։ Շնորհակալություն կարևոր եւ կարծում պահանջված հարցադրման համար։ Իրականում վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում պիտի փաստեմ, որ Հայաստանի Հանրապետությունը ամենաարագն է հասել այս հանգրվանին, այն է գործողությունների ծրագրի հանձնումը պետությանը։ Սա չափազանց պարտավորեցնող նաեւ գնահատական է, որովհետեւ Եվրոպական միությունը եւս գնահատում է այն ջանքերը, այն բարեփոխումային օրակարգը, որ Հայաստանի Հանրապետությունը ունի, եւ այն նվաճումները, որոնք Հայաստանի Հանրապետությունը արդեն իսկ գրանցել է։ Վիզաների ազատականացման կոնկրետ վերջնաժամկետ ես բնականաբար չեմ նշի, որովհետև մենք ստացել ենք գործողությունների ծրագիր, որն ունի կոնկրետ միջոցառումներ, որոնք որ պիտի նվաճված լինեն։ Այսինքն մեզանից է կախված, թե այս գործողությունների ծրագրում ներառված միջոցառումները մենք որքան արագ կկարողանանք իրականացնել եւ ըստ այդմ եվրոպական կողմը երբ հնարավորություն կունենա տալու իր գնահատականները միջոցառումների կատարողականի վերաբերյալ։ Բայց նորից եմ ուզում շեշտել, որ ես որպես հայկական կողմի գլխավոր բանակցող եւ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը որպես process-ի համակարգող անում է առավելագույնը, որպեսզի մենք կարողանանք process-ը ճիշտ եւ արագ կերպով իրականացնել եւ առաջ տանել։ Մյուս մարմինները, որոնք այս կամ այն միջոցառումներն ունեն process-ի շրջանակներում եւս նույն հանձնառությունն ունեն եւ մենք համատեղ ջանքերով մշակել են գործողությունների ծրագրի իրականացման հստակ եւ կոնկրետ պլան, որի շրջանակներում կարողանալու ենք արագ կերպով իրականացնել գործընթացը, բայց ես ուզում եմ նշել, որ մենք ունենք 74 հենանիշ, որոնք որ նախատեսված են գործողությունների ծրագրում, դրանք տարբեր ոլորտներին են վերաբերում, անվտանգ փաստաթղթեր, ես խոսեցի նաև բիոմետրիկ համակարգի ներդրման մասին, ծրագիրը հենց այսպիսի միջոցառում է նաև ենթադրում ունենալ, խոսեցի նաև միգրացիայի ոլորտի մասին, ծրագիրը ենթադրում է նաև միգրացիոն ոլորտի համապարփակ կարգավորում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ինստիտուտի վերանայում եւ վերարժևորում որպես այդպիսին։ Առողջության համընդհանուր ապահովագրությունը եւս ծրագրի կարևոր բաղադրիչ է։ Դուք տեսնում եք, որ նաեւ 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանի կառավարությունն արդեն ներդնում է փուլային սկզբունքով առողջության համընդհանուր ապահովագրությունը եւ այսպես շարունակ։ Գործընթացները շատ են, գործողությունները շատ են, բայց ես ուզում եմ մի շատ կարևոր արձանագրում անել։ Մենք չենք անում այս գործողությունները հանուն վիզաների ազատականացման։ Առաջին հերթին այս գործողությունները միտված են Հայաստանի Հանրապետության քաղաքացու կյանքի որակի փոփոխմանը, որովհետև խոսեցի բիոմետրիկ համակարգի մասին, առողջության համընդհանուր ապահովագրության մասին, մարդու իրավունքներին վերաբերող տարբեր գործողություններ կան, եւ այս բոլոր գործողություններն ի վերջո Հայաստանի Հանրապետության կառավարության բարեփոխումների օրակարգում եղել են,
կան եւ կշարունակեն մնալ։ Այս բարեփոխումները եղել են մեր կառավարության հանձնառությունների շրջանակում եւ շատ կարեւոր է, որ մենք մի շարք միջոցառումներ, որոնք նոր են միայն արձանագրվում գործողությունների ծրագրում, հասցրել ենք ամբողջությամբ կամ ներդնել, կամ դրանց ներդրման ճանապարհին կամ քննարկման գոնե թե process-ում են գտնվում եւ երկրորդ հերթին այո, այս փոփոխությունները մեծ հնարավորություն կտան վիզաների ազատականացում ունենալ արդեն Եվրոպական միության տարածքներ։ Շնորհակալություն։ Խնդրեմ հաջորդ տեսահարցը։ Բարև ձեզ տիկին նախարար, ես Սմբատ Արտերեսյանն եմ, ապրում եմ Նոր Արեշում։ Լավ առաջարկ ունեմ։ Ինչու օրինակ մի նախագիծ չեք ներկայացնում ազգային ժողով, որ մեր ոստիկանության ռոճիկը բարձրանա։ Մեր թիկունքը ապահովողներն են, իրանց ռոճիկները թող բարձր լինի։ Ինչու օրինակ հիպոթեկից չկանան զեղչերով օգտվել, ինչու օրինակ իրանց համար լավ չլինի։ Ես սրտանց առաջարկում եմ նախագիծը մշակեք, ներկայացրեք ազգային ժողով, թող տղեկը լավ բարձր ռոճիկ ստանան, որտեղ իրանք են հիմնական աշխատողը, օրենքն է։ Օրենքի աշխատողները եթե բարձր ռոճիկ չստանան, ումա պետք է այդ օրենքը։ Իրանք օրենքի պահապաններն են։ Ես կարծում եմ, որ շատ հազվադեպ են գոնե թե եթերում հնչում այսպիսի, այսպես ասեմ, կարծիքներ, որովհետև շատ հաճախ մեզ քննադատում են ոստիկանության տարբեր օղակների աշխատավարձերի բարձրացման քաղաքականության համար, բայց ես ուրախ եմ, որ նաև մեր քաղաքացին եւս կիսում է այն մոտեցումը, որ այո, Հայաստանի Հանրապետության քաղաքացու անվտանգությունն ապահովող կառույցի ներկայացուցիչը, ոստիկանը պիտի ունենա արժանապատիվ վարձատրություն։ Սա մեր կառավարության քաղաքականությունն է եւ հենց այս տրամաբանության մեջ է, որ մենք ներդրել ենք ատեստավորման գործընթացը։ Ուզում եմ նաև անկեղծ լինել եւ նշել, որ մենք չունենք այնպիսի քաղաքականություն, որ ավտոմատ ոստիկանության կամ ցանկացած այլ ծառայության աշխատավարձերը պիտի բարձրանան։ Ի վերջո, մենք խնդիր ունենք նաև վերագնահատելու մեր ծառայողների կարողությունները եւ ռեալ պատկեր ունենալու պրակտիկ աշխատանքի։ Սա է պատճառը, որ մենք ներդրել ենք ավելի լավ գործիքակազմ, որը ատեստացիան է, եւ ատեստավորման տարբեր փուլերի շրջանակներում մենք նաև վերագնահատում ենք մեր ծառայողների կարողությունները եւ ըստ այդմ աշխատավարձային բարձրացման քաղաքականությանը հասնում են այն ծառայողները, որոնք հաղթահարում են բոլոր փուլերը հավուր պատշաճի։ Այս պայծրությամբ մենք ունենք շուրջ 5000 ոստիկանության ծառայողներ, որոնք հաղթահարել են ատեստացիան։ Պիտի նշեմ, որ այս թիվը շատ մեծ չէ, որովհետև ոստիկանության համակարգը ունի ավելի մեծ հաստիկային միավորների կազմ որպես այդպիսին, սա ցույց է տալիս մեր օբյեկտիվության մասին, որովհետև արդեն մի քանի տարի է ինչ մենք ունենք ատեստավորման համակարգը ոստիկանության համակարգում, բայց մեր ծառայողներից ոչ բոլորն են, որ կարողանում են սահուն կերպով հաղթահարել ատեստացիայի բոլոր փուլերը։ Նշեմ նաև, որ ատեստավորման արդյունքում մեր ծառայողները, եթե օրինակ քրեական ոստիկանը նախկինում ստանում էր շուրջ 285,000 դրամ դրամական բավարարում, ատեստավորման արդյունքում կարող է այս թիվը հասցնել մինչև 585,000 դրամ դրամական բավարարման։ Կարծում եմ սա այն վարձատրության չափն է կոնկրետ օղակի համար նախատեսված, որը թույլ է տալիս պատշաճ սոցիալական երաշխիքների համակարգ ապահովել այս դեպքում քրեական ոստիկանների համար եւ ոստիկանության մնացյալ ծառայողների համար եւս, եւ մենք նպատակ ունենք ավելի զարգացնելու սոցիալական երաշխիքների ընդհանուր բազան։ Ինչու եմ այսպես ասում, որովհետեւ մենք ի վերջո պիտի խելամիտ բարձրացումներ կատարենք եւ խելամիտ, այսպես ասեմ, զարգացումներ ունենանք սոցիալական երաշխիքների ընդհանուր փաթեթում, որպեսզի այն լինի մոտիվացնող, այն լինի մոտիվացիան բարձրացնող նաև եւ մեր ծառայողները վստահ լինեն, որ ավելի լավ աշխատելու, ինքնակրթվելու, կրթական տարբեր process-ներին մասնակցելու արդյունքում է միայն, որ նրանք կարող են հավակնել առաջխաղացման կամ ունենալ տարբեր խրախուսանքներ ծառայության շրջանակներում։ Ես նաև նշեմ, որ մենք մշակել ենք նաև ոստիկանությունում ծառայության անցնելու պայմանները եւ գրավչությունը բարձրացնող մի օրենսդրական նախաձեռնություն, որի մասին նաև դուք խոսեցիք, հարգելի քաղաքացի, խոսքս բնակարան, բնակելի տուն ձեռք բերելուն, բնակելի տուն կառուցելուն վերաբերող նախաձեռնությունն է եւ մենք նախատեսում ենք, որ մեր ոստիկանները կկարողանան մատչելի եւ նաև որոշ չափով արտոնյալ պայմաններով օգտվելու հիպոթեկային վարկավորման ծրագրից։ Իհարկե, ծրագրի շահառու են լինելու ոստիկանության բոլոր ծառայողները, բայց ողջամտությունը պահպանելով կունենանք ծրագրի ներդրման փուլային տարբերակ եւ հաշվի առնելով տարածքը, սոցիալական տարբեր իրավիճակները մեր ծառայողների կկարողանանք իդենտիֆիկացնել կոնկրետ խմբերին։ Հուսով եմ, որ առաջիկայում մենք նախագիծն արդեն կներկայացնենք ազգային ժողով եւ կունենանք արագ հաստատում։ Շնորհակալություն։
Ավելացնեմ, որ դրա լավ օրինակ ունի պաշտպանական գերատեսչությունը եւ մեր ուժային բոլոր կառույցները պետքա համարահարթեցվեն նման սոցիալական փաթեթ ունենալու տեսանկյունից, միայն աշխատավարձը չի ոստիկանի համար կարևորը ոստիկանական ծառայություն անցնող մեր քաղաքացու սոցիալական փաթեթի մեծ փաթեթ ունենալու մեջ է նրա ընտանիքի անդամների, երեխաների կրթության։ Դա այն նպատակներ են, որին պետք է հասնենք։ Իսկ ինչ որ նշեց տիկին նախարարը տվյալ օրինագծի հետ կապված, դա պահանջված օրինագիծ է եւ սոցիալական փաթեթի տեսանկյունից դա կլրացնի գոնե բնակարանը ունենալու հնարավորությունը կմեծացնի եւ դա նաեւ հեռանկարը ոչ միայն գրավչությունը բարձրացնելու տվյալ պահին, գրավչությունը բարձրացնելու շարունակականության մեջ կարելիատեսնել նաև ծառայության ամբողջ ընթացքը ընդཐུպ թոշակավորումը, որովհետև շատ երկրներ կան, որ ծառայության ընթացքում իրենք ավելի քիչ աշխատավարձ են ստանում, բայց թոշակավորում անցնելուց, եւ որ ծառայության ամբողջ ընթացքը մինչև թոշակի անցնելը եղել է անխափան եւ նորմալ, նա ուրեմն ավելի բարձր թոշակ ունենալու հնարավորությունից կարող օգտվել։ Դա նպատակն է։ Դրան հասնելու համար բազմաթիվ քայլերով պետք է մոտենանք դրան։ Եվ դա է պատճառը, որ շարունակականությունը բոլոր բարեփոխումների անշեղորեն պետք է լինի անընդհատ իրականացվող ծրագրի շրջանակներում։ Այնպես որ օրինագիծը ինչքան շուտ մենք տոներից հետո ունենանք, այնքան արագ ոստիկանների համար սոցիալական փաթեթի այս դրույթը կունենանք նաև ծառայության ընթացքում։ Ես միայն ավելացնեմ, որ ես էլ եմ շատ ողջունում քաղաքացու հարցը ու քաղաքացու ձևակերպումները։ Սա նշանակում է միայն մի բան, որ մեր քաղաքացիները չեն տրվում այն արհեստական, անտրամաբանական ու, չգիտեմ, անմարդկային կարելի է ասել պնդումներին ու նարատիվներին, որոնք պարբերաբար դաշտ են նետվում տարբեր ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից, այն է հակադրությունը պարեկների ու օրինակ սահմանապահ զորքերի միջև, որտեվ դա արհեստացին ու անտրամաբանական մի հակադրություն է, որտեվ պարեկների մի շատ մեծ մասը նախկինում հենց սահմանին կանգնած զինծառայող են եղել, հետո զորացրվել, եկել դարձել են պարեկ։ Այսինքն այդ մարդիկ լուսնից չեն իջել ու դարձել պարեկ, նույն զինվորական ծառայությունն անցած են տղամարդիկ հիմնականում եւ այլն։ Երկրորդը այդ պարեկների ու ոստիկանության նկատմամբ տարվող այդ հակաքարոզը կամ նրանց նկատմամբ բացական վերաբերմունքի ձևավորումը հասարակության շրջանում եւս շատ անընդունելի է առնվազն, քանի որ նույն պարեկներն են, որ հենց այսօր, հենց այս պահին ապահովում են մեր ճանապարհային երթևեկությունը, որ օրինակ ինչ որ մի խմած վարորդ այս պահին չդառնա ինչ որ մեկի ընտանիքի ողբերգության պատճառ։ Նրանք են, որ հենց այս պահին կամ անցած գիշեր կամ եկող գիշեր կանխելու են քաղաքում թմրաշրջանառության ինչ որ մի դեպք, որի արդյունքում հենց մեր հեռուստադիտողներից ինչ որ մեկի երեխան չի հարաբերվելու թմրանյութի հետ ու չի կործանվելու նրա ճակատագիրը։ Հենց այս կարևոր աշխատանքն է, որ տանում են մեր ոստիկանները, մեր պարեկները, մեր համայնքային ու մեր քրեական ոստիկանության ծառայողները։ Ու մենք պետք է շնորհակալություն հայտնենք նրանց իրենց ծառայության համար ու երբեք չտրվենք այն նարատիվներին, որոնք որ իրենցից ենթադրում են հակադրություն մեր հասարակության երկու կարևոր շերտերի միջև։ Մեր հասարակության օրենքը, օրինական կարգը պահող իրավապահների եւ մեր պետության անվտանգությունը պահող բանակի միջև։ Շնորհակալություն, անցնենք մեր 5-րդ տեսահարցին։ Ողջույն բոլորին, ես Բալայան Էլենն եմ քաղաք Երևանից։ Հարցս ուղղում եմ տիկին նախարարին Երևանի փողոցների խցանումների հետ կապված։ Երևանում խցանումները բավականին անտանելի են դարձել եւ փոխանակ այս խնդիրը լուծում ստանա ընդհակառակը ոչ մի լուծում չի ստանում։ Փողոցները դառնում են միակողմանի, ինչը շատ վատ անդրադարձ է տալիս երթևեկությանը եւ տեղաշարժվելը A կետից B կետ բավականին դժվարացել է։ Կխնդրեմ այս հարցը եւս մեկ անգամ վերանայեք, շտկեք այս խնդիրը եւ ուշադրություն դարձնեք երթևեկությանը եւ խցանումներին։ Կանխավ շնորհակալ եմ ուշադրության համար։ Շնորհակալություն արդիական հարցադրման համար, հարգելի քաղաքացի։ Իրականում այո, երթևեկության խցանման խնդիրը կառավարությունը եւս իդենտիֆիկացրել է, ընդ որում ոչ միայն վերջերս, այլ նկատի ունենալով նաեւ այն հանգամանքը, որ հանրապետությունում գրանցված տրանսպորտային միջոցների թիվը արդեն իսկ հասնում է շուրջ 1 միլիոնի։ Իսկ այս պայմաններում, երբ որ մենք դեռ չունենք ենթակառուցվածքների այնչափ ընդլայնում, ինչպիսին որ կարող է թույլ տրվել նմանատիպ տրանսպորտային միջոցների հոսքի պայմաններում, խցանումները կարող են տեղի ունենալ
պրակտիկորեն։ Նշեմ, որ երթևեկության կազմակերպման պատասխանատուն Երևանի քաղաքապետարանն է, բայց թեև հիմնական օրենսդրական կարգավորման գործընկերներն են զբաղվում կազմակերպման տարբեր հարցերով, բայց մշտապես նախարարությունը համագործակցում է Երևանի քաղաքապետարանի հետ եւ մենք տարբեր փոփոխություններ երթևեկությանը վերաբերող քննարկում ենք համատեղ եւ այս տարի հասցրել են 31 փոփոխություն իրականացնել հենց նախարարության առաջարկով, ինչը թույլ է տվել տարբեր խաչմերուկների թողունակությունը բարձրացնել կամ երթևեկության տարբեր հոսքեր ավելի ճիշտ կարգավորել։ Բնականաբար ունենում ենք իրավիճակներ, երբ որ թեև ունենք բացասական դիրքորոշումներ կայացված, բայց փոփոխությունը կատարվում է հաշվի առնելով սուբյեկտայնությունը, այսպես ասեմ, որոշումների կայացման, բայց սա չի հանդիսանում որևէ ձևով խոչընդոտ, որ մենք առաջ գնանք, որովհետև ցանկացած փոփոխություն կարող է տեղի ունենալ։ Մեր խնդիրն է հետևողականորեն համատեղ ուժերով շարունակելու իրականացնել մոնիտորինգ եւ հասկանալու, թե կա արդյոք կարիք փոփոխությունը վերաձևակերպելու, թե փոփոխությունը դրական արդյունքներ ունի եւ պրակտիկորեն որևէ կարիք չկա տեղաշարժի, բայց պիտի նշեմ, որ թեման արդիական է, ինչպես նշեցի, եւ մենք արդեն իսկ կառավարության մակարդակով ունենք ձևավորած աշխատանքային խումբ փոխվարչապետի գլխավորությամբ։ Թեմայի շրջանակներում շահագրգիռ բոլոր կառույցների ներկայացուցիչներ ներգրաված են կառավարական հանձնաժողովում եւ մենք դիտարկում ենք թե կարճաժամկետ, թե միջնաժամկետ եւ թե նաեւ երկարաժամկետ լուծումները այս տեսանկյունից, որովհետեւ շատ կարեւոր է, որ մենք թեման չնայենք հատվածային, այսինքն խցանումները շատացել են, ուրեմն ինչ որ մի բան կամ ինչ որ մի կառույց, մի բան այն չի անում, բայց պիտի նաեւ փաստենք, որ այստեղ շատ ու շատ այլ հարցեր եւս կան, որոնք որ պիտի լինեն մեր թիրախում, այդ թվում տրանսպորտային միջոցի քանակի հետ կապված հարցերը, տրանսպորտային միջոց վարելու մշակույթի հետ կապված հարցերը, մեր թողունակությունը ճանապարհների հետ կապված, կանգառի կայանման արգելող գոտիներում երթևեկության կազմակերպման հետ կապված սխալ պրակտիկան, որը շատ հաճախ մենք նկատում ենք եւ այսպես շարունակ։ Միջգերատեսչական հանձնաժողովը, որը որ ձևավորվել է փոխվարչապետի գլխավորությամբ, նպատակ ունի այս հարցերը քննարկելու իրենց բոլոր ներբերանքներով եւ ըստ այդմ կայացնելու համապատասխան որոշումներ։ Վստահեցնում եմ, որ մենք կարողանանք առաջիկայում ունենալ որոշակի փոփոխություններ, բայց ավելի մեծ բեռը կընկնի միջնաժամկետ եւ երկարաժամկետ պլաններին, որոնք որ ռեալ կկարողանան իրավիճակը բեռնաթափել եւ լավ արդյունքներ գրանցել։ Ասեմ, որ այս հարցի շուրջ ազգային ժողովում եղան լսումներ, որին մասնակցում էր նաեւ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը եւ պետական կառույցների տարբեր պաշտոնյաներ եւ խնդիրը շատ արդիական է, բայց դա ներքին գործերի միայն նախարարին ուղղվելիք հարց չի, որտեղ ներքին գործերի նախարարությունը ըստ էության խցանումները կառավարման բեռը վերցրել է իր վրա, եթե նկատեք մեքենաների քանակը կտրուկ ավելացել է եւ խցանումները անխուսափելիորեն պետք է լինեն, որտեղ ճանապարհները չեն լայնացել։ Ճանապարհները չեն բարձրացել վերև կամ չեն իջել ներքև, մի հարթությունից այն շուտ շատ երկրներում այդպիսի լուծումներ են գտել, հա, քաղաքաշինական, հա, խնդիրների լուծման։ Եվ այստեղ ծրագիրը, որի մասին խոսեց Տիկին նախարարը, դա պետքա նմանատիպ խնդիրներ առաջադրի, որը պետքա ծախսերը պահանջում եւ այդ ծախսերը պետքա բյուջեով նախատեսվեն եւ դա պետքա լինի հենց երթևեկության անվտանգության տեսանկյունից, որովհետեւ մենք տարիների ընթացքում չենք մտածել, որ մեքենաների ավելացման պարագայում ընդհանրապես լիցքաթափման ինչ ծրագիր կարա լինի։ Տարբեր երկրներ տարբեր մոտեցում են ունեցել, օրինակ Անգլիայում, Լոնդոնում կենտ եւ զույգ համարների այդպեսի տարանջատման հնարավորություն են տեսել, բայց դա էլ հարցի ամբողջական լուծում չի։ Լուծումը պետք է գտնել քաղաքաշինական նորմերի վերանայման, դրանց հետ կապված նաեւ լրացուցիչ ներդրումների իրականացման եւ լիցքաթափումը պետք է լինի բոլորիս նպատակը, որովհետեւ կարող է այսպես թե շարունակվի տրանսպորտային միջոցները շարունակական ձևով ավելանան եւ մենք լուծումներ չտանք, քաղաքը մի օր կարող է կանգնել, նույնիսկ բարեկները, որ գերլարված աշխատում են ինչ-որ ժամերի, չկարողանան բաց թողումներ այնպես կառավարեն, որպեսզի այդ խցանումները հնարավորինս պարփվի։ Այնպես որ այստեղ անելիքը շատ կարեւոր է եւ մեծ է, եւ կառավարությունը բնականաբար այդ ծրագրի շուրջ ունի հանձնարարական տարբեր գերատեսչություններ եւ փոխվարչապետի գլխավորությամբ այդ ծրագիրը ինչքան շուտ կյանքի կոչենք եւ միջոցներ հատկացնենք, այնքան մենք կհաջողենք։ Շնորհակալություն, անցնենք մյուս տեսահարցին։ Բարև ձեզ, հարգելի Տիկին նախարար։ Ես Ղուկաս Սիմոնյանն եմ Երևանից։ Հարցս վերաբերում է մեր փրկարարներին, ովքեր տարբեր իրավիճակներում իրենց կյանքն են վտանգում, ինչ որ միտեղ նույնիսկ զոհաբերում անուն հասարակ քաղաքացու։ Ինչ ծրագրեր եք մշակում նրանց աշխատավարձերի բարձրացման հետ կապված, կամ մշակում եք արդյոք, քանզի այդ աշխատավարձերը բավականացնում են միայն նրանց գոյությունը պահպանելու համար։
Շնորհակալություն։ Շնորհակալություն կարևոր հարցադրման համար։ Երբ որ ես ոստիկանության ծառայողների աշխատավարձին էի անդրադառնում, նշեցի, որ մենք ներդրել ենք ատեստավորման համակարգը, որը որ թույլ է տալիս կրկնապատկել ընդհանուր աշխատավարձային քաղաքականությունը մեր ծառայողների։ Փրկարար ծառայողների դեպքում եւս իրավիճակը նույնն է, ընդ որում ես վերջերս նաև տարբեր քննարկումների կամ լրագրողների հետ շփումների շրջանակներում լսում եմ, որ փրկարարների աշխատավարձային քաղաքականությունը պատշաճ կերպով չի իրականացնում եւ ոստիկաններն ավելի շատ են աշխատավարձ ստանում, քան փրկարարները։ Առաջին հերթին ուզում եմ նախ նշել, որ փրկարարների եւ ոստիկանների աշխատանքը որևէ ձևով մենք չենք համեմատում իրար, որովհետեւ յուրաքանչյուր ծառայություն ունի իր առանձնահատկությունը եւ չպետք է ստորադասել մի ծառայության աշխատանքը մյուս ծառայության աշխատանքին։ Փրկարար ծառայողների դեպքում իրականում նույն իրավիճակն է, ինչ որ ոստիկանության ծառայողների աշխատավարձային քաղաքականությունն է։ Մեր ծառայողները կարողանում են ընդհանուր կրկնապատկել իրենց աշխատավարձը։ Եվ եթե փրկարար ծառայողները նախկինում օրինակ ստանում էին 297,000 դրամ դրամական բավարարում, այսօր այդ նույն փրկարարը կարողանում է կրկնապատկել իր աշխատավարձային քաղաքականությունը եւ ստանալ շուրջ 557,000 դրամ դրամական բավարարում, իհարկե գերազանց ատեստավորվելու պայմաններում։ Եվ մենք բնականաբար հաշվի առնելով տարբեր խմբերը ծառայության պաշտոնների ավելի շատ աշխատավարձային վարձատրության հնարավորություններ ենք տալիս մեր այն ծառայողներին, որոնք կարողանում են բոլոր փուլերը պատշաճ կերպով հաղթահարել եւ այսօր համակարգում արդեն շուրջ 940 ծառայող ատեստավորված է եւ ստանում է աշխատավարձային նոր քաղաքականությամբ իր վարձատրությունը, բայց պիտի նաեւ նշեմ, որ մենք այստեղ կրկին ավտոմատ կերպով աշխատավարձերի բարձրացման քաղաքականություն չունենք։ Այն ծառայողները, որոնք կարողանում են վերագնահատել իրենց կարողությունները եւ հավուր պատշաճի հանձնել ատեստավորման բոլոր ստուգման փուլերը, կարողանում են կրկնապատկել իրենց աշխատավարձերը։ Պիտի նաեւ նշեմ, որ ընթացիկ տարում, ինչպես նորից նշեցի, փրկարար ծառայության զարգացման տեսլականն ենք հաստատել վարչապետի գլխավորությամբ եւ այնտեղ անդրադարձ ունենք առհասարակ սոցիալական երաշխիքների բազային եւ մենք նախատեսում ենք մոտիվացնող նոր գործիքակազմեր եւս նախատեսել փրկարար ծառայությունում աշխատանքի անցնելու համար, որպեսզի կայուն նաև աշխատավարձային ոչ միայն քաղաքականություն ունենանք, այլև կայուն կարիերա ապահովենք փրկարար ծառայողների համար։ Փոխվել է նաև փրկարար ծառայության մուտքի պահանջները, փրկարար կարող է դառնալ այն ծառայողը, որ հատուկ կրթական խողովակով կանցնի կրթահամալիրում եւ ըստ այդմ հաջող հանձնելու պայմաններում կկարողանա միայն մասը կազմել փրկարար ծառայության։ Շնորհակալություն։ Շնորհակալություն եւ անցնենք մեր վերջին տեսահարցին։ Հարգելի տիկին նախարար, նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել հարց ու պատասխանի ֆորմատով այս հնարավորության համար։ Ես Սվետլանա Թորոսյանն եմ, երիտասարդ լրագրող, ով ամեն օր լրատվության կենտրոնում է, ով բարբերաբար տեղեկացված է եւ ցանկանում եմ ձեզ դիմել մի այսպիսի հարցով։ Վերջերս Հայաստանում հոգեներթաբանական խնդիրներ ունեցող անձանց կողմից աճել է սպանությունների թիվը, սա իհարկե իմ սուբյեկտիվ կարծիքով եւ ոչ պաշտոնական տեղեկատվությամբ, ցանկանում եմ որպես օրինակ դիտարկենք վերջերս Շիրակի մարզում տեղի ունեցած դեպքը 37-ամյա երիտասարդի կողմից իր ծնողներին դանակահարելու դեպքը։ Հարցս հետևյալն է. արդյոք այս ամենը ոստիկանության տիրույթում է եւ եթե այո, ինչ քայլեր է ձեռնարկում ոստիկանությունը հարցին լուծում տալու համար։ Շնորհակալ եմ։ Սիրելի քաղաքացի, շնորհակալություն կարևոր հարցադրման համար։ Հաճախ տպավորություն կա, թե մենք խուսափում ենք տարբեր սպանության իրավիճակներ քննարկելուց կամ ծանր հանցագործությունների մասին թեմաները շոշափելուց, բայց ճիշտ հակառակն է։ Մենք ցանկանում ենք ազնիվ կերպով անդրադառնալ այս թեմայի եւ տարբեր նաեւ շերտեր բացահայտել, որոնք որ թույլ կտան համատեղ հասկանալու այն լուծումները, որոնք որ կառավարությունը որդեգրում է այս տեսանկյունից։ Ճիշտ է, որ հոգեկան առողջական վիճակի հետ կապված խնդիրներ ունեցող անձանց հետ կապված հարցերը դուրս են ներքին գործերի նախարարության տիրույթից, որովհետև ոլորտի քաղաքականության մշակման պատասխանատուն առողջապահության նախարարության մեր գործընկերներն են, բայց իրավիճակը, այսպես ասեմ, միքսվում է այն պայմաններում, երբ որ մենք գործ ունենք հոգեկան առողջական վիճակի հետ կապված խնդիրներ ունեցող անձի կողմից որևէ հանցագործություն կատարելու դեպքի հետ։ Եվ այստեղ պիտի համատեղենք ջանքերը, որպեսզի կարողանանք հասկանալ, թե այս խումբ անձանց դեպքում ինչպիսի լուծումներ որպես այդպիսին ունենք։ Իհարկե թեման շատ մեծ է, բայց ես ցանկություն ունեմ մի քանի արձանագրում կատարելու եւ մի քանի նաեւ շերտի անդրադառնալու, թեև մենք խոսում ենք հոգեկան առողջական վիճակի հետ կապված խնդիրներ ունեցող անձանց մասին եւ շատ հաճախ երբ որ տարբեր դեպքեր լուսաբանվում են եւ ֆիքսվում է, որ հոգեկան առողջական վիճակի հետ կապված խնդիրներ ունեցող անձի կողմից է կատարվել այս կամ այն հանցագործությունը, զուգահեռ իրականության մեջ ունենում են քննադատությունների մի մեծ
ալիք, որը որ նկարագրում է դեպքը այնպես, որ պարտադիր չէ նշվի, որ արարքը կատարվել է հոգեկան առողջական վիճակի հետ կապված խնդիրներ ունեցող անձի կողմից եւ սրանով ըստ էության մարդիկ թիրախավորում են այս անձանց։ Պիտի նշեմ, որ որևէ մեկը որևէ անձի թիրախավորելու նպատակ չունի, բայց կրիմինոլոգիական առումով մենք պիտի փաստերը գոնե թե արձանագրենք, որպեսզի լուծումները եւս տեսանելի լինեն։ Մի բան է լուծումը քննարկել հոգեկան առողջական վիճակի հետ կապված խնդիրներ չունեցող անձանց մասով, մեկ այլ է իրավիճակը, երբ որ քննարկում ենք թեման հոգեկան առողջական վիճակի հետ կապված խնդիրներ ունեցող անձանց մասով։ Կրկին այստեղ որևէ մեկը որևէ ձևով իրավիճակը սրելու կամ պիտակավորելու հարց կամ մոտիվացիա իր առջև չի դրել, բայց կարիք կա այս խմբերը տարանջատելու, որպեսզի լուծումները եւս լինեն ճշգրիտ եւ մենք չգնանք այն ճանապարհով, որը որ մեզ լավ արդյունքներ չի երաշխավորելու։ Հոգեկան առողջական վիճակի հետ կապված խնդիրներ ունեցող անձանց մասով առողջապահության նախարարության մեր գործընկերները որդեգրել են նոր ռազմավարական մոտեցումներ ունենալու տրամաբանությունը եւ վստահ եմ, որ առաջիկայում այս ոլորտում եւս կնախանշվեն այնպիսի լուծումներ, որոնք ինստիտուցիոնալ նոր զարգացում կապահովեն այս ոլորտի եւ երկարաժամկետում կկարողանանք լավ արդյունքներ ունենալ, բայց կարիք կա նաև անդրադառնալու միջգերատեսչական աշխատանքին, ինչ ենք անում մենք։ Մշակել ենք հանցավորության կանխարգելման նոր ռազմավարական ծրագիր, որը որ առաջին հերթին կարող է թվալ, թե հերթական ռազմավարական ծրագիրն է, հերթական փաստաթուղթն է, որը որ որևէ ձևով որևէ բան մեր քաղաքացիներին չի կարող տալ պրակտիկայում, բայց այս փաստաթուղթը ամփոփում է հենց ձեր բարձրաձայնած խնդրի էությունը եւ նաեւ հարցի պատասխանը։ Ինչ ենք անում մենք եւ ինչ պիտի անենք մենք այս խնդիրները կանխարգելելու տեսանկյունից։ Քանի որ նշեցի, որ միայն իրավապահ համակարգը չէ, որ պիտի առնչվի այս թեմային, մենք բոլոր նախարարությունների, բոլոր պետական մարմինների դերաբաշխմամբ գծագրել ենք բոլոր այն միջոցառումները, որոնք կարիք ունենք իրականացնելու պրակտիկայում։ Ընդ որում այստեղ եւս համայնքի, ընտանիքի, սոցիալական ծառայությունների դերը եւս շատ մեծ է, որովհետեւ շատ հաճախ մենք նկատում ենք, որ ունենում ենք նույնիսկ իրավիճակ, երբ որ հոգեկան առողջական վիճակի հետ կապված խնդիր ունեցող անձի կողմից է կատարվում հանցագործությունը, դա հավաստվում է փորձագիտական եզրակացությամբ, բայց տվյալ անձը հաշվառված չէ որպես հոգեկան առողջական վիճակի հետ կապված խնդիր ունեցող անձ։ Եվ այստեղ եւս կարիք ունենք ավելի բաց լինելու, ավելի ճիշտ ռեակցիաներ ապահովելու, որպեսզի հետագայում կարողանանք տարբեր բացասական հետևանքներից խուսափել։ Սպանություններին ընդհանուր առմամբ անդրադառնալով շատ հաճախ մենք ունենում ենք այնպիսի քննադատություններ, որ Հայաստանի Հանրապետությունում ամեն օր սպանության դեպք է արձանագրվում, ամեն օր կրակոցներ կան, ամեն օր մարմնական վնասվածքների դեպքեր կան։ Գործընկերս պարոն Ալեքսանյանը այլ իրավիճակով անդրադարձավ այս մոտիվներին, որի շրջանակներում այս խուսակցությունները վարվում են, բայց սրանք որևէ ձևով որևէ աղերս չունեն իրականության հետ, եւ բավական է միայն նայել ներքին գործերի նախարարության կողմից վարվող պաշտոնական վիճակագրությունը, այլ ոչ սիրողական կամ հատուկ խոսակցությունները, որpիսի մենք գանք այն եզրակացությանը, որ Հայաստանի Հանրապետությունում սպանությունները կտրուկ կամ վտանգավոր աճի միտումներ չունեն։ Մենք շարունակում ենք պահպանել վերջին տարիների այն նույն վիճակագրությունը, որը որ Հայաստանի Հանրապետությունը գրանցել է։ Եվ եթե նաև նայենք ՄԱԿ-ի միջազգայինորեն ընդունված դասակարգչով հաշվարկները սպանությունների մասով, կնկատենք, որ Հայաստանի Հանրապետությունը համաշխարհային մակարդակում արկա վիճակագրությունից 100,000 բնակչի հաշվարկով կրկնակիից նույնիսկ ավելի նվազ թվով սպանություններ ունի արձանագրված Հայաստանի Հանրապետության տարածքում։ Այսինքն եվրոպական միջինից ավելի ցածր պատկեր է Հայաստանի Հանրապետությունում, ինչը իհարկե դրական վիճակագրություն է որպես այդպիսին, բայց բնականաբար անգամ այս նվազ դեպքերի ներքո ունենք խեղված ճակատագիր, ունենք կատարված սպանություն, որի արդյունքում զոհ ունենք, եւ հետեւապես այս դեպքերը եւս մեր ուշադրության կենտրոնում են եւ մենք հետեւողականորեն շարունակելու ենք այս ուղղությամբ աշխատանքներ տանել, նորից հենվելով փաստական տվյալների վրա։ Այստեղ եւս ընթացիկ տարում տարբեր հարցեր են քննարկել սպանությունների մասով եւ տարբեր քննադատություններ օբյեկտիվ, սուբյեկտիվ հնչել են ոստիկանության հասցեին, որ ոստիկանությունը կարող էր կանխել այս սպանությունը։ Ոստիկանությունը կարող էր թույլ չտալ այս սպանության ի հայտ գալը կամ վրա հասած բացասական հետևանքները։ Այստեղ կրկին երկու խումբ իրավիճակներ ունենք։ Դեպքեր, երբ որ ունենք նախնական պլանավորում, այսինքն կա նախապատրաստություն, որոշակի փուլ, որտեղ որ
ոստիկանության աչքը կարող էր, հնարավորություն ուներ որոշակի առումով հասու լինել իրավիճակին եւ կանխել հետագա իրավիճակները, եւ այս պայմաններում իհարկե ոստիկանության ներազդեցության գոտին ավելի լայն է, որովհետեւ եթե մենք ունենք տևական ժամանակ գծագրվող process, այստեղ իհարկե օպերատիվ բնականաբար ողջամիտ ազդակներ ունենալու պայմաններում ոստիկանությունը կարողանում է ներազդել այս գործընթացի վրա եւ բացահայտել պլանավորվող հանցագործությունը։ Եվ նաեւ նշեմ կրկին փաստերը զուտ նկատի ունենալով ընթացիկ տարում ոստիկանության կողմից բացահայտվել է 12 սպանության նախապատրաստություն։ Այսինքն մենք ունեցել ենք այնպիսի իրավիճակներ, երբ որ կատարողները պլանավորել են գործընթացը, դերաբաշխում են իրականացրել, զենքի ձեռքբերման ուղղությամբ որոշակի քայլեր են պլանավորել, բայց ոստիկանության օպերատիվ ազդակները նկատի ունենալով այս դեպքերը չեն հասել իրենց պլանավորված ավարտին եւ մենք ունեցել ենք 12 սպանության նախապատրաստություն, որոնք չեն հասել սպանության։ Բայց ունենք նաև սրա կողքին երկրորդ խումբ հանցագործություններ, որտեղ իրականում ոստիկանությունը 100%-անոց արդյունք երաշխավորել չի կարող։ Շատ հաճախ մեր պրակտիկայում հենց այսպիսի դեպքերն են, որովհետև մեզ մոտ հանրապետությունում տարվա կտրվածքով, երբ որ նայում ենք տարբեր հանցագործությունների, նկատում ենք, որ հիմնականում կենցաղային բնույթ ունեցող սպանությունների հետ գործ ունենք։ Եվ չնչին որևէ վեճի արդյունքում մենք ունենում ենք վրա հասնող սպանություն, եւ այստեղ կարելի է ասել բռնության պորտքման հետևանքով ունենում ենք սպանության դեպքի վրա հասնումը։ Այստեղ բնականաբար ոստիկանությունը անձի վարքագիծը 100%-անոց կանխատեսելու ոչ գործիքակազմ, ոչ էլ առավել եւս հնարավորություն ունի։ Այստեղ մենք ավելի շատ պիտի կենտրոնանանք անձի ինքնագիտակցության, ինքնազարգացվածության, ինքնակրթության, մակարդակի բարձրացման վրա, որովհետեւ շատ հաճախ այն երևույթները, որոնք որ պիտի ընկալվեն ոչ այնպես, ինչպես որ ընկալվում են պրակտիկայում եւ հասցնում են սպանության, մենք ունենում ենք բացասական տարբեր հետևանքներ եւ հետեւապես այստեղ կարիք ունենք կրթական process-ի վրա աշխատելու, որպեսզի մեր հանրությունը եւս ագրեսիվության տարբեր դրսեւորումներ չցուցաբերի այնպիսի իրավիճակներում, որտեղ որ ընդհանրապես որևէ ագրեսիվ վարքագծի կարիք չկար որպես այդպեսին եւ սա խոսում է նաեւ այն իրավիճակների մասին, երբ որ մենք խոսքի ոչ ճիշտ զարգացվածության, խնդիրը ոչ խաղաղ ճանապարհով լուծելու կարողության բացակայություն ունենք եւ գնում ենք ավելի էսկալացման process-ի եւ ունենում ենք սպանության դեպքեր։ Առաջին խումբ հանցագործությունների մասով այո, մենք պիտի զարգացնենք իրավապահ համակարգի կարողությունները, որpիսի մենք կարողանանք շատ ավելի լավ օպերատիվ տեսադաշտ ունենալ եւ անգամ ամենաչնչին օպերատիվ ազդակի պայմաններում կարողանանք նախապատրաստությունների փուլում վերհանել բոլոր այս դեպքերը եւ հստակ ռեակցիա տալ։ Իսկ երկրորդ իրավիճակի պայմաններում այո, պիտի շարունակենք նաեւ ոստիկանության կարողությունների զարգացումը, բայց ավելի մեծ շեշտը պիտի դնենք անձի կրթության, զարգացվածության վրա, որպեսզի այն իրավիճակները, որոնք որևէ ձևով տրամաբանորեն չէին կարող հանգեցնել սպանության, իրականում նմանատիպ իրավիճակներ մենք պրակտիկայում չունենանք եւ գնանք կանխարգելման ճանապարհով։ Շնորհակալություն։ Կարևոր հարց էր, որ բարձրացրեց երիտասարդ լրագրողը, որովհետեւ հոգեբանությունը ցանկացած հանցագործության հիմքում հոգեբանություն եւ խեղվածություն կարող է լինի։ Հակառակ դեպքում նորմալ մարդ ինչի պետք է գնա սպանության, այնել ծնողների սպանության։ Ոստիկանության կարողությունների բարձրացման մասին խոսեց Տիկին Սարգսյանը, այո, դրանք շատ կարևոր են, որովհետև ոստիկանության աչքերը միայն իր աչքերը բավարար չի լինելու, որպեսզի այդ ամբողջը տեսնել եւ կանխարգելիչ գործողություններ մշակել։ Այդպիսի աչքեր ունեն եւ ազգային անվտանգության ծառայությունը եւ ոչ ուժային կառույցները, որոնք պետք է մեկտեղ են իրենց ինֆորմացիոն բանկը եւ դրանից օգտվողները, ուժային կառույցները պետք է ամբողջությամբ տեղեկացված լինեն, թե քարտեզը պետք է ունենան, օպերատիվ քարտեզը, որտեղ կա մարդը, որտեղ կա տրամադրությունները տվյալ տարածքում տիրող, նաև անձնավորված, պետք է այդ ինֆորմացիան հասանելի լինի ուժային կառույցներովսի կանխարգելման մեկ դրական արդյունքը կարող է կանխի բազմաթիվ հանցագործություններ։ Այդ ուղղությամբ պետք է վստահենք ոստիկանության, իսկ ոստիկանության հետ կապված վստահությունը նաև միջազգային կառույցներն են հաստատել իրենց ուսումնասիրություններում, որտեղ, եթե չեմ սխալվում, 67% էր ոստիկանության ներքին գործերի համակարգի բարեփոխումների եւ նրանց արդյունքների նկատմամբ, իհարկե դրա մեջ է բարեկային ծառայությունները եւ բոլոր 4 հենասյունային կառույցների կյանքի կոչելու արդյունքում տեսանելի շոշափելի արդյունքներն էին, բայց վերջերս անցյալ շաբաթ արտահերտ նիստով մենք ամբողջացրեցինք կառավարման կենտրոնի միասնական կենտրոն ունենալու հնարավորությունը օրենսդրական եւ այդտեղ մի շատ կարեւոր հարց բարձրացավ օպերատիվ կառավարման կենտրոնի զանգերի քանակի հետ կապված։ Եթե չեմ սխալվում, մեր ընդդիմության գործընկերներն էին ասում,
բայց պարզվեց, որ զանգերը շատացին, այս դա ինչ է նշանակում, որ վստահություն կա։ Եվ այդ վստահությունը պետք է չկորցնենք, խնդիրի դրա մեջ է, որովհետև եթե այդ զանգերը չլինեն, նշանակում է մարդիկ չեն վստահում ուժային այն կառույցին, որը պետք է կանխարգելիչ միջոցառումներ անի հանցագործությունը կանխելու համար։ Եվ դա է հենց խոսում այն մասին, որ բարեփոխումները պետք է անընդհատ շարունակական լինեն, եւ եթե վաղը մենք ունենանք միասնական կառավարման կենտրոնում 1-1-2 համարը, որը կամբողջացնի նախկինում 9-1-1-ը, 1-0-3-ը, եւ այդ կենտրոնը, որը այսօր արդեն ծառայության մեջ է, եւ եթե տիկին նախարար արժի, որ բարբերաբար ցույց տրվի կենտրոնի հագեցվածությունը, որովհետև այդ զանգերը եւ այնտեղի ինֆորմացիայի մշակումը եւ որոշումները շատ կարեւոր են, որովհետեւ այդ արագության մեջ կարողանան կանխեն մի բան, որը մարդկային կյանք կարող է արժանա։ Այնպես որ լրագրողի ասածը շատ կարևոր է այն առումով, նաեւ հոգեբանական ծառայության արկայությունը, որովհետեւ վերլուծության կենտրոնը, որը մենք կունենանք, ենթադրում եմ մյուս տարի, դրա մասին ասացիք։ Այդ կենտրոնը պետքա տա պատկերը, թե ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունը ինչպիսի վիճակում է գտնվում։ Մի բան կարող ենք ֆիքսել. Հայաստանի Հանրապետությունը բոլոր հայերի համար ամենաապահով երկիրն է։ Եկեք դա ֆիքսենք եւ որևէ այսպես տեսակետ, որ Հայաստանում ամեն օր մարդ են սպանում, անընդհատ տրանսպորտը կանգնած է, այո, տրանսպորտի հետ կան խնդիր, պետքա լուծվի։ Բայց պետք չի վախեցնել մեր հայրենակիցներին իրենց երկրի նկատմամբ վատ վերաբերմունք ձևավորելու համար, որը ունի քաղաքական նպատակ։ Հայաստանը շարունակում է մնալ բոլոր հայերի համար ամենաապահով երկիրը, եւ մենք ամեն ինչ պետք է անենք այդ ապահով երկրի մեր կարողությունները անդադ զարգացնելու։ Հարգելի քաղաքացիներ, շնորհակալ ենք ուղարկած հարցերի համար, այն հարցերին, որոնց չհասցրեցինք ժամանակի սղության պատճառով պատասխանել այս ձևաչափով, կպատասխանենք գրավոր։ Հիշեցնենք, որ հարցնում է քաղաքացին հաղորդաշարի դեկտեմբերի թողարկմանը մասնակցում էին ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը եւ նույն հանձնաժողովի անդամ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ Հարգելի քաղաքացիներ, հետևեք Հայաստանի Հանրապետության կառավարության եւ ազգային ժողովի պաշտոնական հարթակներին մյուս հաղորդումները բաց չթողնելու համար, իսկ ձեր հարցերը կարող եք ուղարկել 044 900 800 հեռախոսահամարին WhatsApp հավելվածի միջոցով։ Շնորհակալություն, ցտեսություն։